Ձանձրանում ես, փոք չէ, պատրաստիր թեյի սեղանը, հարմար տեղավորվիր, քանի որ մենք սկսում ենք։ Հարց 1. Աստվածաշնչի համաձայն, ով կառուցեց հսկայական տապանը ջրհեղեղից փրկվելու համար։ A. Աբրահամ, B. Նոյ, G. Մովսես։ Ճիշտ պատասխանն է Նոյ։ Նոյի տապանի պատմությունը միայն ջրհեղեղի մասին չէ, դա Աստծո պաշտպանության և հավատարմության մասին է։ Երբ Նոյը կառուցում էր տապանը, շուրջ բոլորը անձրևի նշան անգամ չկար, և շատերը երևի ծիծաղում էին նրա վրա, բայց Նոյը վստահեց Աստծո խոսքին, այլ ոչ թե իր աչքի տեսածին կամ մարդկանց կարծիքին, և երբ փոթորիկը եկավ, տապանը դարձավ նրա փրկության ապահով վայրը։ Այսօր էլ մեր կյանքում լինում են հոգևոր փոթորիկներ, դժվարություններ, վախեր ու անորոշություն, բայց Աստված առաջարկում է իր ներկայությունը որպես մեր կյանքի տապան։ Եթե դու քո հույսն ու հավատքը դնես Աստծո վրա, ոչ մի արտաքին փոթորիկ չի կարող կոտրել քեզ, որովհետև Աստված քո ապահով ապաստանն է։ Հարց 2. Որ թվականին է հիմնադրվել Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ A. ՄԹԱ 782, B. ՄԹԱ 512, ՄԹԱ 301 թվական։ Մեր թվարկությունից առաջ 782 թվական։ Երևանը, Էրեբունի բերդաքաղաքը, հիմնադրվել է Վանի թագավորության Արկիշտի Ա արքայի կողմից։ Այն 29 տարով ավելի հին է, քան Հռոմը։ Որպեսզի այն արագ բնակեցվի և դառնա հզոր ռազմական բազա, թագավորը այստեղ տեղափոխեց 6600 ռազմիկների և նրանց ընտանիքներին։ Հարց 3. Որ հայտնի հայ կոմպոզիտորն է հեղինակել աշխարհահռչակ Սուսերով պարը։ A. Առնո Բաբաջանյան, B. Արամ Խաչատրյան, G. Տիգրան Մանսուրյան։ Ճիշտ պատասխանն է Արամ Խաչատրյան։ Արամ Խաչատրյանը Գայանե բալետն արդեն ավարտել էր, երբ ռեժիսորը խնդրեց ավելացնել ևս մեկ աշխույժ պար վերջին ակտում։ Կոմպոզիտորը սկզբում դեմ էր, բայց ջղայնացած նստեց աշխատելու և ընդամենը մեկ երեկոյում գրեց այս շեդևրը։ Հարց 4. Որն է աշխարհի ամենախոշոր լիճը ըստ իր մակերեսի։ A. Կասպից ծով, B. Բայկալ լիճ, G. Վիկտորիա լիճ։ Ճիշտ պատասխանն է Կասպից ծով։ Թեև պատմականորեն և չափսերի պատճառով այն անվանում են ծով, աշխարհագրորեն դա լիճ է, որովհետև փակ ավազան է և ուղղակի ելք չունի դեպի համաշխարհային օվկիանոս։ Նրա մակերեսը կազմում է մոտ 371 000 կմ², ավելի մեծ է, քան Գերմանիան կամ Ճապոնիան։ Հարց 5. Որ քաղաքն է համարվում իտալական պիցցայի հայրենիքը։ A. Հռոմ, B. Միլան, G. Նեապոլ։ Ճիշտ պատասխանն է Նեապոլ։ Սկզբում պիցցան համարվում էր միայն Նեապոլի աղքատների ուտելիք։ Ամեն ինչ փոխվեց, երբ Իտալիայի թագուհի Մարգարիտան այցելեց Նեապոլ։ Տեղի պիցցայագործը թագու համար պատրաստեց պիցցա Իտալիայի դրոշի գույներով։ Թագուհին հիացած էր և լուրն արագ տարածվեց ողջ Իտալիայով մեկ։ Այնինչ ուտում էր թագուհին, ակնթարթորեն դարձավ նորաձև ու հարգի։ Նեապոլում է գտնվում աշխարհի ամենահին պիցերիան՝ Անտիկա Պիցերիա Պորտալբա։ Այն բացվել է 1738 թվականին որպես փողոցային կրպակ, իսկ 1830-ին դարձել է լիարժեք ռեստորան։ Հարց 6. Որ երկրում է գտնվում աշխարհի ամենահին պահպանված մետրոն։ A. ԱՄՆ, B. Մեծ Բրիտանիա, G. Ֆրանսիա։ Որպեսզի բաց չթողնես սենց լավ վիդեոները, բաժանորդագրվիր ալիքին և լայքիր վիդեոն։ Ճիշտ պատասխանն է Մեծ Բրիտանիա։ Սկզբնական շրջանում գնացքները ոչ թե էլեկտրական էին, այլ աշխատում էին շոգեքարշերով։ Պատկերացրեք, թունելներում որքան ծուխ ու մուր կար, բայց այնուամենայնիվ առաջին իսկ օրը մետրոյից օգտվել է ավելի քան 38 000 ուղևոր։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Լոնդոնը ենթարկվում է ռմբակոծությունների, մետրոյի կայարանները ծառայում են որպես ռմբապաստարաններ։ Հարց 7. Որ հայտնի կոմպոզիտորն է գրել իր ամենահայտնի ստեղծագործություններից շատերը, լինելով լիովին խուլ։ A. Վոլֆրանգ Ամադեոս Մոցարտ, B. Յոհան Սեբաստիան Բախ, G. Լուդվիգ վան Բեթհովեն։ Ճիշտ պատասխանն է Լուդվիգ վան Բեթհովեն։ Քանի որ նա ուներ կատարյալ ներքին լսողություն, հիշում էր բոլոր նոտաներն ու դրանք համադրելու ձևերը, նա նաև օգտագործում էր փայտե ցուպ։ Մի ծայրը դնում էր դաշնամուրի վրա, իսկ մյուս սեղմում էր ատամների, որպեսզի ոսկրային վիբրացիայի միջոցով զգար ձայնի ելևէջները։ Հարց 8. Ինչն է պատճառը, որ երկինքը ցերեկը կապույտ է երևում։ A. Արեգակի լույսի ցրումից մթնոլորտում, B. Օվկիանոսի ջրերի արտացոլումից, G. Ամպերի քիմիական կազմից։ Ճիշտ պատասխանն է արեգակի լույսի ցրումից։ Արևից եկող լույսը մեզ թվում է սպիտակ, բայց իրականում այն ծիածանի բոլոր գույների խառնուրդն է։ Ամեն գույն ունի իր ալիքի երկարությունը։ Կապույտ մանուշակագույն գույներն ունեն կարճ ալիքներ։ Երբ արևի լույսը մտնում է երկրի մթնոլորտ, այն հանդիպում է օդի մոլեկուլներին, իսկ կարճ ալիքները, կապույտը, բախվում են օդի փոքրիկ մոլեկուլներին և ցրվում բոլոր ուղղություններով։ Հարց 9. Երկրագնդի թթվածնի հիմնական մասը որտեղ է արտադրվում։ A. Ամազոնի անտառներում, B. Օվկիանոսներում, G. Տայգայի անտառներում։ Ճիշտ պատասխանն է օվկիանոսներում։ Սրանք օվկիանոսի մակերևութային շերտերում լողացող միաբջիջ ջրիմուռներ են և բակտերիաներ, որոնք արևի լույսի, ջրի և ածխաթթու գազի միջոցով իրականացնում են ֆոտոսինթեզ և արտադրում են 50-ից 80% թթվածին, իսկ Ամազոնի խոնավ անտառներին հաճախ անվանում են մոլորակի թոքերը և համարվում է, որ դրանք արտադրում են ցամաքային թթվածնի մոտ 20%-ը։ Սակայն հետաքրքիրն այն է, որ Ամազոնի անտառների արտադրած թթվածնի գրեթե ողջ ծավալը սպառվում է հենց այդ նույն անտառում։ Հարց 10. Որ կենդանին է համարվում աշխարհում ամենավտանգավորը մարդու համար։ Տարեկան ամենաշատ մարդկային կյանքեր խլողը։ A. Շնաձուկ, B. Օձ, G. Մոծակ։ Ճիշտ պատասխանն է մոծակ։ Մոծակների պատճառով տարեկան մահանում է մոտ 750,000-ից 1 միլիոն մարդ։ Մոծակն ինքնին թունավոր չէ, բայց այն հանդիսանում է վտանգավոր հիվանդությունների հիմնական փոխանցողը։ Աշխարհի մեծագույն զորավարը Ալեքսանդր Մակեդոնացին, որը չէր պարտվել և ոչ մի ճակատամարտում, անկողնում գանվեց ու մահացավ անտեսանելի մի փոքրիկ միջադի մոծակի պատճառով։ Հետաքրքիր է, մեզ համար վախենալի թվացող շնաձկները տարեկան սպանում են ընդամենը 5-ից 10 մարդ, իսկ կառույցները մոտ 200 մարդ։ Հարց 11. Որ երկիրն է 1947 թվականից ի վեր ամեն տարի Լոնդոնին գլխավոր տոնածառ նվիրում։ A. Նորվեգիա, B. Շվեդիա, G. Ֆինլանդիա։ Ճիշտ պատասխանն է Նորվեգիա։ Այս ավանդույթը սկսվել է երկրորդ աշխարհամարտից հետո, որպես երախտագիտության նշան Մեծ Բրիտանիային պատերազմի տարիներին Նորվեգիային ցուցաբերած ռազմական ու քաղաքական աջակցության համար։ Տոնածառը ընտրվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի շրջակա անտառներից։ Այն հատելու արարողությունը մասնակցում է Օսլոյի քաղաքապետը և Վելսի արքայազնի կամ Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Եկեք համեմատենք Երևանի և Լոնդոնի տոնածառները։ Հարց 12. Որ երկրի հետ ունի Ֆրանսիան իր ամենաերկար ցամաքային սահմանը։ A. Իսպանիա, B. Գերմանիա, G. Բրազիլիա։ Ճիշտ պատասխանն է Բրազիլիա։ Առաջին հայացքից սա զարմանալի է թվում, քանի որ Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկայում, իսկ Ֆրանսիան Եվրոպայում, սակայն Ֆրանսիայի կազմի մեջ է մտնում ֆրանսիական Գվիանան։
որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում և անմիջապես սահմանակից է Բրազիլիային։ Քանի որ ֆրանսիական Գվիանան պարզապես գաղութ չէ, այլ Ֆրանսիայի լիարժեք դեպարտամենտ, այն պաշտոնապես հանդիսանում է Եվրոպական միության տարածք։ Այնտեղ պաշտոնական առույթը եվրոն է, իսկ բնակիչները քվեարկում են Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։ Կոմենտներում գրիր, թե քանի հարցի ճիշտ պատասխանեցիր։ Մինչ հանդիպում։